Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց սնային կալանքով։ Դատարանը կիրառեց նաև գրաֆ 15 միլիոն դրամի չափով։ Միևնույն ժամանակ Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա, խուլիգանության եւ սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Դե ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ագնախարար Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ագնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած գործընթացները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, եզակի հնարավորություն են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման հաստատման համար, նշել է Բայրամովը։ Թուրքական իշխանական Սաբահ թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում, փոխանցում է Էրմենի Հաբերայեմը։ Ըստ դրա, երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման եւ տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը 077-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում։ Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես Հայաստան-Թուրքիա։ Աղբյուրի համաձայն Թուրքիայի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա կազմում է մոտ 335-ից 350 միլիոն դոլար։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այս ցուցանիշը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված H2 Աբովյան Արզենի նոր գեղի ավտոճանապարհի Աբովյան քաղաքից մինչև Արզենու տրանսպորտային հանգույց հատվածը հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10 ցերեկային ժամերին առավոտյան 7:00-ից 20:00-ն փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։ Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամент հիմնադրամից, իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց M4 Արզենու տրանսպորտային հանգույց ճանապարհով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ոչնչացվել է 2660 կիլոգրամ քաշով սննդամթերքի 95 անանուն ապրանքատեսակ։ Էբոլայի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում այսօրվա դրությամբ։ Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42 օրյա հետ հաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում շարունակում է արձանագրվել Էբոլայի բռնկումը։ Գրանցվել է 2073 հաստատված դեպք եւ 796 մահվան դեպք։ Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի ներթափանցման եւ տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր։ Հիվանդությունների վերահասման եւ կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը եւ համագործակցել միջազգային գործընկերների հետ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Ռուսաստանն ու Ադրբեջանը կարգավորել են Ազալ ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով առաջացած բոլոր հարցերը։ Նրա խոսքով դա հնարավոր է դարձել երկու երկրների ղեկավարների, կառավարությունների եւ համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Լավրովը հայտարարությունը արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում։ Հիշեցնենք, Ազալ ինքնաթիռը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել էին տասնյակ մարդիկ։ Իրանի Թասիմ գործակալության տվյալներով ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Հորմոզգան նահանգում զոհվել է առնվազն 7 խաղաղ բնակիչ։ Նշվում է, ամերիկյան կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել նահանգի տարբեր թիրախների, ինչպես նաև 3 հրթիռ արձակել Չաբահար նավահանգստի դիտակետի ուղղությամբ։ Աքսիոսի փոխանցմամբ Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հայտնաբերել որևէ ապացույց, որ Անկարայում Թրամփի դեմ մահափորձ էր նախապատրաստվում։ Ավելի վաղ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, իբր Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է Իրանի կողմից նման ծրագրի մասին։ Այդ տեղեկությունը փոխանցվել է նաև թուրքական հատուկ ծառայություններին, որոնք իրականացրել են համապատասխան ստուգումներ։ Ստուգումների ավարտից հետո թուրքական կողմը եզրակացրել է մահափորձի նախապատրաստման նշաններ չեն եղել։ Այնուամենայնիվ ԱՄՆ հատուկ ծառայությունները լրացուցիչ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել, այդ թվում փոխելով նախագահի ինքնաթիռը Թուրքիայից մեկնելուց առաջ։
Իսրայելի Քնեսեթը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին որոշումը։ Քվեարկությանը կողմ է հանդես եկել 62 падգամավոր, իսկ դեմ կամ ձեռնպահ ձայներ չեն գրանցվել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի լուծարմանը։ Times of Israel-ի տվյալներով արտահերթ խորհրդանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 27-ին։ Քնեսեթի լուծարումը նշանակում է Իսրայելում մեկնարկում է նոր ընտրական եւ քաղաքական պայքարի փուլը։ Լեյբորիստական կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Էնդի Բըրնհեմի կուսակցության նոր առաջնորդ։ Հայտարարությունն արել է կուսակցության ազգային գործադիր կոմիտեի նախագահ Շաբանա Մահմուդը հատուկ համաժողովի ընթացքում։ Քիրսթարմերի հրաժարականից հետո Բըրնհեմը կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, իսկ պաշտոնափոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։ Նրա թեկնածությունը առաջադրվել էր առանց մրցակցության, քանի որ այլ թեկնածուներ չէին գրանցվել։ Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է կայսերական ժառանգության կանոնների փոփոխությունները, սակայն կանանց համար կա բարձրանալու արգելքը պահպանվել է։ Նոր օրենքը թույլ է տալիս կայսերական ընտանիքին որդեգրել արական սեռի հեռավոր ազգականների, իսկ կայսերական ընտանիքի կանայք կկարողանան պահպանել իրենց կարգավիճակը նույնիսկ հասարակ մարդկանց հետ ամուսնանալուց հետո։ Միաժամանակ կայսր Նարուհիտոյի միակ զավակը, արքայադուստր Այկոն, շարունակում է զրկված մնալ գահաժառանգելու իրավունքից։ Իշխանությունները փոփոխություններ ներկայացնում են որպես կայսերական ընտանիքի թվաքանակի պահպանման միջոց, սակայն հասարակական հարցումները ցույց են տալիս ճապոնացիների մեծամասնությունը կողմ է կին կայսր ունենալու գաղափարին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է ավարտել է Իրանի դեմ իրականացված հերթական խոշոր ռազմական գործողությունը։ Ըստ տվյալների ամերիկյան ուժերը հարված են հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգերին, ռազմածովային ենթակառուցվածքներին եւ լոգիստիկ կենտրոններին։ Գործողության ընթացքում կիրառվել են կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, ռազմանավեր եւ բարձր ճշգրտության զինամթերք։ Այս պահին հակակոռուպցիոն դատարանում քննվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց եւս 3 ամսով երկարաձգել նախկինում ընտրված խափանման միջոց սկալանքը։ Քանի որ չեն բացառում, որ առաջիկայում հնարավոր են նոր հանգամանքներ ի հայտ գան վարույթի շրջանակներում։ Այսօր ավարտվեց վկաների հարցաքննությունը, 16 վկաներ էին դատարան կանչվել հարցաքննության համար։ Դատարանը թույլատրեց լրատվամիջոցներին ապահովել ուղիղ հեռարձակում դատական նիստից։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում կաշառք պահանջելու դատարանում արված հայտարարությունների հիման վրա խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։ Ռոսելխոզնաձորը, անասնաբուժական եւ ուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը դադարեցնելու Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից ներմուծվող ապրանքների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը եւ փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին։ Ռոսելխոզնաձորը նախկինում Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվում է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող եւ առաքվող կտրված ծաղիկների ներմուծումը։ Գագիկ Կոլիայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքը գրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին էջանի դատարանի կողմից թույլ տրված նյութական եւ դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման եւ կալանքի իրավաչափության, ինչպես նաեւ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։ Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ եւ անաչառ գնահատական, ապահովելով արդար դատաքննության եւ անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի համար բնակիչները մեղադրում էին Veolia ջուր ընկերությանը, սակայն ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների եւ հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին եւս իրականացում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։ Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին, չճշտված տեղեկությունների տարածումից եւ անհարկի անհանգստությունից խուսափելու համար, նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գորիսի քաղաքապետ Արուշ Արոշանյանի գործով հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ Արուշանյանի պատիժն ասատազրկմամբ չէր փոխարինվել։ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ 2022 թվականի մարտի 28-ին հրապարակել է Արուշ Արոշանյանի եւ մյուսների գործով վճիռը, որով Արոշանյանը արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվարկցելով Արոշանյանի 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլումենտալը ներկայացրել է Ռուսաստան եւ ռուսական էներգետիկ արտադրանքի գնորդների դեմ պատժամիջոցների նոր օրինագիծ, որը մշակվել է Լինդսի Գրեմի մասնակցությամբ։ Նախագիծը նախատեսում է սահմանափակումներ կիրառել Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի բարձրագույն ռազմակայավ քաղաքական ղեկավարության, մի շարք ձեռնարկատերերի, պետական ընկերությունների եւ այն օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք ըստ ամերիկյան կողմի աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը։ Առաջարկում է պատժամիջոցներ կիրառել նաեւ Ռուսաստանի կենտրոնական բանկի, Սբերբանկի, Գազպրոմ բանկի եւ խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ։ Նախկինում առաջարկված 500% մաքսատուրքի փոխարեն օրինագիծը նախատեսում է 100% մաքսատուրք սահմանել ռուսական նավթի եւ գազի խոշոր գնորդների, ինչպես նաեւ այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում ոչնչացել է մի քանի ամերիկյան տանկեր եւ կործանիչներ։ Իրանական կողմի պնդմամբ ԱՄՆ նախորդ օրը Հորդանանում տեղակայված բազաներից հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ Բանդար Աբաս քաղաքի ջրհան կայանին։ Ի պատասխան ՀՊԿ-ն Նասր 2 գործողության 14-րդ ալիքի շրջանակում հարվածել է Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական տեխնիկային։ Հայտարարության համաձայն մի քանի ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել, իսկ մյուսները ստացել են լուրջ վնասներ։ Սպիտակ տունը հրապարակել է 2022-ին կազմված ԱՄՆ ազգային հետախուզության խորհրդի գաղտնազերծված զեկույցը, որտեղ պնդվում է, թե Ռուսաստանը փորձել է աջակցել Դոնալդ Թրամփին եւ վնասել Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին։ Փաստաթղթում նշվում է, Ռուսաստանի հետ կապվող անձինք սոցիալական ցանցերում տարածել են Թրամփին նպաստող նյութեր եւ Բայդենի ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ։ Զեկույցում նաեւ պնդվում է, այդ գործողությունները նպատակ ունեին ազդել ամերիկյան ընտրողների կարծիքի վրա։ ԱՄՆ նախկինում եւս նման մեղադրանքներ ներկայացել Ռուսաստանի հասցեին, սակայն Մոսկվան դրանք բազմիցս հերքել է։ Ֆարսի փոխանցմամբ Իրանի բանակի Արաշանոթաչու թռչող սարքերը կայծակգործողության 12-րդ փուլի շրջանակում հարվածել են Քուվեյթում գտնվող ԱՄՆ ուժերին եւ նրանց լոգիստիկ կենտրոններին։ Իրանական կողմը հայտարարել է գործողությունը պատասխան էր ԱՄՆ-ի հերթական հարվածներին Իրանի տարածքի դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին, իսկ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին մի շարք քաղաքներում եւ ռազմավարական օբյեկտների հարևանությամբ տեղի ունեցած պայթյունների մասին։ Թասնիմի փոխանցմամբ Իրանի բանակը հանոթաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ուղղաթիռներ եւ հետախուզական ինքնաթիռներ։ Իրանական կողմի հայտարարությամբ գործողությունն իրականացվել է կայծակ ռազմական օպերացիայի շրջանակում, որպես պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածներին Իրանի տարածքի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ՉԺՀ-ն 2020 թվականին ստացել է ԱՄՆ շուրջ 220 միլիոն ընտրողի տվյալների չարտոնված հասանելիություն։ Նրա խոսքով, խոսքը վերաբերում է անուններին, հասցեներին, հեռախոսահամարներին, քաղաքացիական հայացքներին եւ այլ զգայուն տեղեկություններին, ինչը նա անվանել է պատմության մեջ տվյալների ամենախոշոր արտահոսքերից մեկը։ Թրամփը այս հայտարարությունը արել է Սպիտակ տանը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում։ Միաժամանակ Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատունը կտրականապես հերքել է մեղադրանքները, դրանք անվանելով զրպարտություն։ Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, Չինաստանը երբեք չի միջամտել եւ չի միջամտելու ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Իրանի Մեշեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ ուղարկավորվել է Իրանի նախկին հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել։ Թասնիմ Նյուզի փոխանցմամբ կրակի օջախը գտնվել է Համալիրի տարածքում գործող բիտյումի արտադրամասում։ Դեպքի վայր են ժամանել ինչպես դամբարանի, այնպես էլ Մեշեդ քաղաքի հրժեշտծառայության ստորաբաժանումները, որոնք կար ժամանակում տեղայնացրել եւ մարել են հրդեհը։ Չնայած տարածքում նկատված թանձր ծխին, կրակը չի տարածվել դամբարանի մյուս հատվածների վրա։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան։
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմը, սակայն պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները դեռևս թափուր են մնացել։ Որոշմանը կողմ է քվեարկել 264 падգամավոր, դեմ 15-ը, իսկ 19 ձեռն պահ են մնացել։ Ավելի վաղ խորհրդարանը կառավարության ղեկավար էր նշանակել Սերգեյ Կորեցկուն։ Օրենսդրության համաձայն պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների թեկնածուներին խորհրդարանը ներկայացնում է ոչ թե վարչապետը, այլ նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, դեռ վերջնական որոշում չի կայացրել պաշտպանության նախարարի թեկնածության հարցում եւ պատրաստվում է լրացուցիչ քննարկումներ անցկացնել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, Իրանը շարունակում է կապ պահպանել ԱՄՆ-ի հետ եւ հետաքրքրված է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագրով։ Նրա խոսքով Թեհրանը նման դիրքորոշում է ցուցաբերում այն բանից հետո, երբ ամերիկյան զինված ուժերը կործանարար հարվածներ են հասցրել իրանական թիրախներին։ Վերջինս նշել է, այդ մասին խոսել է նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տունը պնդում է, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև շփումները շարունակվում են։ Իրանի դատական համակարգը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ քաղաքացի, որը ձերբակալվել էր 2024 թվականին, ազատ է արձակվել եւ լքել է երկիրը։ Միզան լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանի բանտերից որևէ ամերիկացի ազատ չի արձակվել եւ բանտարկյալների փոխանակում նույնպես չի իրականացվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, Իրանը թույլ է տվել այդ քաղաքացուն հեռանալ երկրից եւ նա արդեն անվտանգ վայրում է։ Թեհրանը սակայն պնդում է, նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իրանական կողմը պաշտոնապես հերքել է ազատ արձակման վերաբերյալ բոլոր հրապարակումները։ Գիշերվա ընթացքում Իրանը եւ ԱՄՆ-ն շարունակել են ռազմական գործողությունները, փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, հարվածել է Սիրիայի տարածքում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին, ինչպես նաեւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական եւ նյութատեխնիկական օբյեկտներին։ Միաժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի տարածքում հերթական խոշոր հարվածային գործողության ավարտի մասին, թիրախավորելով հակաօդային պաշտպանության, ռազմածովային եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են մի շարք քաղաքներում եւ ռազմավարական օբյեկտների հարակից տարածքներում պայթյունների մասին։ Հրամանատարության տվյալներով գործողության ընթացքում կիրառվել են կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, ռազմանավեր եւ բարձր ճշգրիտ սպառազինություն։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կամ նրա անվան հետ կապված անշարժ գույքը մերձավոր արևելքում կարող է դիտարկվել որպես Իրանի օրինական թիրախ։ Հրապարակված ինֆոգրաֆիկայում նշված են Թրամփ բրենդի ներքո գործող մի շարք նախագծեր Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ Օմանում։ Զուգահեռաբար Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, Իրանը չի հանդուրժի ԱՄՆ միջամտությունը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Իրանական կողմը զգուշացրել է ամերիկյան հարվածների դեպքում պատասխանն ավելի լայնածավալ կլինի։ Հայտարարության համաձայն տարածաշրջանի ենթակառուցվածքները կարող են դառնալ Իրանի զինված ուժերի հարվածների թիրախ։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, նախագահ Տամաշ Շուկոյը մինչև հուլիսի 18-ը պետք է ստորագրի խորհրդարանի ընդունած սահմանադրության 17-րդ փոփոխությունը։ Նրա խոսքով, եթե նախագահը հրաժարվի դա անել կամ անհիմն ուղարկի սահմանադրական դատարան, կարող է մեկնարկել իմպիչմենտի գործընթաց։ Մադյարը հիշեցրել է, օրենքով նախագահին տրվում է 5 օր փաստաթուղթը ստորագրելու կամ ընթացակարգային առարկություններով դատարան ուղարկելու համար։ Վարչապետը նշել է, նման քայլերի համար որևէ իրավական հիմք չի տեսնում։ Նա նաև նախազգուշացրել է, անհրաժեշտության դեպքում կառավարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, ԱՄՆ-ն կարող է ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում հարված հասցնել Իրանին։ Նրա խոսքով Իրանի պաշտպանական հնարավորությունները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են եւ այդ արդյունքը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ։ Լիվիթը նշել է, Վաշինգտոնը շարունակում է պահպանել ռազմական առավելությունը տարածաշրջանում։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ եւ Իրանի միջև շարունակվող ռազմական լարվածության ֆոնին։ Սպիտակ տունը պնդում է, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է նոր գործողությունների։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, թույլ չտալ, որ Վաշինգտոնն այդ տարածքներից հարվածներ հասցնի Իսլամական Հանրապետությանը։ Թեհրանը հայտարարել է, նման քայլն անհրաժեշտ է տարածաշրջանում պատերազմի հետագա սրացումն ու ընդլայնումը կանխելու համար։ Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ վերջին օրերին ԱՄՆ-ն եւ Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի տարածքը, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտները։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում տարածաշրջանի երկրներին չներգրավել հակամարտության խորացման գործընթացում։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, վարելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀՊ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։ Հարկային իրավախախտումների կանխման եւ բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն։ Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։ Այս 9 կազմակերպությունից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ հաշվետվություններ, իսկ 6 կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ, այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռք բերված փաստական տվյալների եւ հանգամանքների վերլուծության ու ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ի կողմից հիմնադրված եւ ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը գրում է. «Խաղաղվեք, հարցը փակված է, որ մանդատն ինձ համար 10-րդական է, ապացուցել եմ, բայց այս անգամ իմ մանդատից հրաժարվելու թեման շատ քննարկվեց, չէի արձագանքում։ Այս երկար պաուզան ունի անուն, ոչ լուծության ստուգում։ Ուզում էի տեսնել ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ, մանդատը վերցնում եմ, հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց, ինչ որ մարդիկ շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու։ Հետ այսօր ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։ Առանց համեստության չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։ Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ, հատկապես Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Վերջում մանդատով թե առանց ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ով եք, նշել է Վարդանյանը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի USCIB գլոբալ ազատության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի եւ շրջակա միջավայրի ու կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման եւ միջազգային ընկերությունների ընդլայնման ուղղություններով։ Քննարկվել է նաեւ USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը Հայաստանում կայանելիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով։ Հիմնական ախտանշանները ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները եւ հակահամաճարակային միջոցառումները, նշված է հաղորդագրության մեջ։ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան 3 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապվածության եւ տարանցիկ գործառույթի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետն այս մասին խոսել է ԻՄԴ-ի լայվ հաղորդման եթերում։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։ Մեր ծրագրի համաձայն մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիները արդեն կառուցված կլինեն բացառությամբ 1 կոնկրետ հատվածի։ Բացի դրանից ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումն ու դրա կարողությունների հզորացումը։ Մենք կառուցում ենք Անակլիայի նավահանգիստը եւ այստեղ եւս աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Զարգանում է նաեւ օդանավակայանների ենթակառուցվածքը։ Խոսքը մեր երկրում գործող 3 միջազգային օդանավակայանների մասին է, ասել է Կոբախիձեն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է հաջորդ շաբաթ նախատեսված իր այցը Միացյալ Նահանգներ։ Վայնեթի փոխանցման որոշումը պայմանավորված է սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողության հետաձգմամբ, որին նա պատրաստվում էր մասնակցել։ Ավելի վաղ հաղորդվել էր Նեթանյահուն նաև հույս ուներ ԱՄՆ այցի ընթացքում հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Times of Israel-ի տեղեկություններով նման հանդիպան հնարավորությունը դեռևս քննարկվում էր Սպիտակ տան հետ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, Սպիտակ տունը ձախողել է հասարակության հետ հաղորդակցությունը Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման ընթացքում։ Նրա խոսքով խնդիրը ոչ թե ինչ-որ բան թաքցնելու փորձն էր, այլ սխալ հաղորդակցությունը եւ արկա փաստաթղթերի վերաբերյալ չափազանցված սպասումները։ Վենսը նշել է, նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին գերագնահատել էր նոր նյութերի ծավալը, ինչի արդյունքում նվազեցրել է հանրային վստահությունը։ Նա նաեւ ընդգծել է, փաստաթղթերի հրապարակման գործընթացը սպասվածից ավելի երկար է տևել։ Շվեդիայի կառավարությունը որոշել է 2026 թվականին 1.4 միլիարդ կրոն, մոտ 145.7 միլիոն դոլար տրամադրել Համաշխարհային բանկի միջոցով Ուկրաինային աջակցելու ծրագրին։ Կառավարության տվյալներով այդ միջոցները հնարավորություն կտան Ուկրաինայի վերականգնման եւ վերակառուցման համար տրամադրել շուրջ 4.2 միլիարդ կրոնի նոր վարկեր։ Ֆինանսավորումը կատարվելու է Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիայի նոր ճգնաժամային ծրագրի շրջանակում։ Շվեդիան արդեն մայիսին եւս մեկ երաշխիք էր տրամադրել, որի շնորհիվ Ուկրաինան ստացել էր շուրջ 260 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր։ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում աստվածաշունչ բարձրաձայն կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներ Վիկտորիա եւ Իգոր Ֆիլոնովներին նախատեսում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Նրանք տեղափոխվել են արտաքսման կենտրոն, իսկ Ռուսաստանի գլխավոր հիպատոսությունը հայտարարել է մշտական կապի մեջ է թուրքական իրավասու մարմինների հետ։ Ռուսաստանցիների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով, հասարակական կարգը խախտելու եւ կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ Թուրքիայում գործող մզկիթներում ոչ մուսուլմանական կրոնական անառողությունների կամ կրոնական գրականության ցուցադրական ընթերցումը համարվում է օրենքի խախտում։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ավելի քան կեսը դեմ է քվեարկել Իսրայելին 3.3 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը։ Associated Press-ի տվյալներով 212 դեմոկրատներից 104-ը փորձել են կրճատել այդ ֆինանսավորումը, սակայն հանրապետականների աջակցությամբ նախաձեռնությունը մերժվել է։ Գործակալությունը նշում է, այս քվեարկությունը ցույց է տալիս դեմոկրատական կուսակցության ներսում խորացող տարաձայնությունները Իսրայելին աջակցելու հարցում։ Վերջին տարիներին կուսակցության ձախ թևն ավելի հաճախ է քննադատում Իսրայելի գործողությունները Գազայում, Լիբանանում եւ Իրանում։ Ռուսաստանի հարվածների հետևանքով Սև ծովում Ուկրաինայի նավահանգիստների հացահատիկի բեռնման հնարավորությունները զգալիորեն նվազել են։ Reuters-ի փոխանցմամբ ապսական արտահանման հզորությունը 6 միլիոն մետրիկ տոննայից կրճատվել է մինչև մոտ 4 միլիոն։ Ուկրաինայի ատարժութային եկամուտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ հացահատիկի արտահանումը, որի շուրջ 90% իրականացում է Օդեսայի մարզի 3 նավահանգիստների միջոցով։ Համաուկրաինական agrarային խորհուրդը զգուշացնում է ենթակառուցվածքների վնասումը շարունակում է բացասաբար ազդել երկրի արտահանման հնարավորությունների վրա։ Ուկրաինայի Գերագույն Ռադան հուլիսի 16-ին Սերգեյ Կորեսկիին նշանակել է երկրի վարչապետ։ Նավթոգազ Ուկրաինա ընկերության գործող գլխավոր տնօրենի թեկնածությանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր, դեմ միայն մեկը։ Քվեարկությունից հետո խորհրդարանը հայտարարել է երկժամյա ընդմիջում, որից հետո նախատեսած է քվեարկել նախարարների կաբինետի նոր կազմը։ Կորեսկու նշանակումը փաստացի նշանակում է կառավարության ամբողջական վերաձևավորման գործընթացի մեկնարկ։ Իրանի ՀՊԿ-ի կորպուսը հայտարարել է, եթե ԱՄՆ-ն հարվածը Իրանի ենթակառուցվածքներին պատասխան հարվածներ կհասցվեն տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներին։ Հայտարարության մեջ ընդգծվում է Իրանի զինված ուժերը կարող են ոչնչացնել ԱՄՆ-ի ամբողջ ենթակառուցվածքը առանց հետ թողնելու։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցը Իրանի համար կարմիր գիծ է եւ չի հանդուրժի Վաշինգտոնի միջամտությունը դրա կառավարմանը։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Շանհայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ով ժամանել է մասնակցելու արհեստական բանականության համաշխարհային համաժողովին։ Սինհուայի փոխանցման առաջնորդների հանդիպումը կայացել է Սիջիաո հյուրանոցում, սակայն բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ ԱԲ-ի համաշխարհային համաժողովը եւ գլոբալ կառավարման բարձր մակարդակի ֆորումը Շանհայում անցկացվելու է հուլիսի 17-ից 20-ը։ Միջոցառումը համարվում է ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից մեկը։ Հանրապետության տարածքում հուլիսի 17-ից 19-ի գիշերը եւ կեսօրին 20 եւ 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Երևան քաղաքում հուլիսի 17-ից 18-ի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 19-ից 20-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ։